Տիկին Մաթևոսյան, շնորհակալ եմ զրույցի համար, մի հատվածը ունենք, բլից հարցում է կոչում, կխնդրեմ, որ արագ հարցերին պատասխանեք։ Առավոտը սկսում եք սուրճով, թե թեյով։ Սուրճով։ Ձեր սիրած բառը հայերենում։ Արև, անձրև, ու երկուսը միասին։ Մոտիվացնող միտքը կյանքում։ Գործը, հա։ Ձեր մանկության ամենավառ հուշը։ Իմ մանկությունը շատ լավ սիրուն հուշերով է, օծված, այո։ Ընկերներն ու ընկերությունը ինչ արժեքներ են։ Մի ժամանակ շատ բարձր արժեքներ էին ու ասենք թե ընկերությունը նախընտրում էի նույնիսկ ձեռք բերած ընտանիք որպես, բայց հիմա փոխվել են արդեն բաները։ Երևան թե Աղվերան։ Երևան, Աղվերան։ Աղվերան թե Ահնիձոր։ Ահնիձոր։ Որպես գրքերի թարգմանիչ կասեք մի գիրք, որը միշտ ձեր կողքին է։ Այո, այգեստանները կարդացեք, Գուրգեն Մահարու։ Մեկ նախադասությամբ Հայաստանը իմ համար։ Հայաստանը իմ համար, իմ հայրենիքն է։ Ժամանակահատված, որը երանությամբ եք հիշում։ Երանությամբ եմ հիշում։ Ուսանողություն, դպրոց, ուսանողություն, հա, սիրուն տարիներ էին շատ։ Որն է այն խորհուրդը, որ միշտ հիշում եք։ Խորհուրդը ուրիշների սխալների վրա սովորի։ Իսկ որը ձեր հայրիկից Հրանտ Մաթևոսյանից եք հիշում։ Հրանտ Մաթևոսյանից խորհուրդ։ Ասма ոտքերդ մտքիցդ առաջ շա, անգել պիտի չընկնի ոտքերդ մտքիցդ առաջ չընկնի միտքը պիտի տանի։ Տրամաբանության մասին էր խոսքը, էլի։ Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտը մեկ բառով։ Մեծ ցեղ, որը մենք ամեն օր ֆունկցում ենք ու ոչ մեկ ենք ստանում։ Կուզեի մի պատմություն պատմեիք, ընտանեկան թեկուզ, մի պատմություն, որ հանրությունը չի լսել ու կուզեիք դուք ներկայացնեիք հիմա որպես իր դուստր։ Դա փաստորեն ինչ որ հուշ է, որ պիտի մտածեմ, հետո հենց ընթացքում հիշեմ, կասեմ, հա, երևի, որովհետև մի քիչ դժվար է ինչ-որ տենց բաներ։ Վերջերս մի 3 բան գրել եմ, բայց քանի որ գրել եմ, չեմ պատմի։ Հա, արդեն ինչ-որ մի գրքի համար մի կերպ պեղեցի։ Հուշ պատմելը շատ բան է, էլի, մի քիչ դժվար է, հետո անվան հետ կապ ունի, պիտի մտածելով ասեմ, որը արժի, որը չարժի։ Հա։ Կան հուշեր, բայց որ չի։ Դե հուշեր, ես չեմ պատմել հուշեր ընդհանրապես եւ այդ գրքի համար էլ որ գրեցի, տենց ոչ թե հուշեր են, այլ կոնկրետ անձամբ ինձ ինչա տվել ինքը, այդքան բան։ Հա, ոչ թե տենց հուշեր էին։ Մեր սերունդը արժանի է իր ժառանգորդը լինելու։ Մեր սերունդը շատ բանի արժանի չի։ Ոչ միայն իր ժառանգորդը լինելու, բայց դա սերնդի հետ կապ չունի։ Դա կապ ունի էլիտայի հետ քաղաքական, որը միշտ առաջացնում է իր նախընտրելի ընտրազանգվածը եւ իր նախընտրելի ժողովուրդը, այսինքն ժողովուրդը դառնում է այնպեսին, ինչպեսին իր էլիտան է։ Հենց որ եկեք ժողովրդին ոչ մի բան չասենք, որովհետեւ եթե ժողովրդի մեջ առաջացնում են իրենց նախընտրելի հատկանիշները, այսինքն վատ սովորել, չիմանալ, ապա քաղաքական ապա ազգային դառնալ, հետո հայրենասիրությունը դարձնեն ինչ-որ ոչ թե երկրորդային, երրորդային, մակերեսային մի լոզունգ, ոչ թե ըստ էության, այսինքն հայերենը չխրախուսվի, ընկալունակ չլինի հասարակությունը այդ ճիշտ սիրուն հայերենը ընկալելու, այդ ամփոփ չէ քաղաքականությունը, ժողովուրդը մեղավոր չէ, ժողովուրդը միշտ խոսում է իր փողոցի, իր լեզվով, բայց ինքը պիտի տարբերակի, կարողանա հասկանա իրականություն իսկականը, այսինքն հետո ճիշտ մատուցում կա, մատուցման ձև կա, հիմա այնքան բան է աղճատված, շատ, ամեն ինչ աղճատված է մի խոսքով։ Չգիտեմ, այլ ուր ենք ուզում գնանք։